Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Տիկին Մանավազյան, անդրադառնանք Հայաստանի վարչապետի Ռուսաստան կատարած այցին եւ մեջբերեմ Ռուսաստանի նախագահի հետեւյալ հայտարարությունը. մենք Հայաստանում շատ ընկերներ ունենք, շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են, մենք շատ կցանկանայինք, որ այդ քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում, ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած ռուսական անձնագիր ունեն։ Եվ այս հայտարարության ընթացքում հենց Ռուսաստանի նախագահը այսպիսի մի միտք է ասում, որ դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ցանկալի կլիներ, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին։ Մի կողմից այսպիսի հայտարարություն, մյուս կողմից մենք չենք միջամտում, դա ձեր ներքին գործն է։ Իհարկե, կարծում եմ մենք բավականին տևական ժամանակ է փորձում ենք խոսել այս մասին, որ այսօր քաղաքական դաշտում մեր հայտ ներկայացած եւ ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը մեկ հավաքական կերպար են եւ մեկ տրամաբանության մեջ են գործում եւ ուղղորդվում են նաեւ արտաքին ազգների ազդեցության տակ են եւ մեր այս հայտարարությունները միշտ հերքումներ էր լինում։ Կարծում եմ 3 այլ երկրի ղեկավարի առաջին դեմքով հենց այդ հայտարարությունը վկայություն է այն բանին, որ իսկապես այսօր քաղաքական դաշտում ընտրությունների մասնակցության հայտ ներկայացած գրեթե բոլոր ուժերը իհարկե իրենց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չի, իրենք գործողված են Հայաստանի Հանրապետություն ընտրություններին մասնակցելու եւ պարզ է իհարկե բոլորի նպատակը որն է։ Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության ղեկավարի Հայաստանի Հանրապետության վարչապետը ասաց, որ մեր Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ընտրություններին չի կարող մասնակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացին։ Եվ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել եւ վարչապետի տեխնազո եւ պատգամավոր, այսինքն օրենքը բոլորիս առաջ կա, պարզ է եւ մենք այդ մասին բազմաթիվ անգամ ասել ենք։ Ինչ է այս հայտարարություն, իհարկե խոսակցությունը նաև խոսվեց ԵՄ-ում մեր ձգտումների եւ մասնակցության, խոսվեց հապկից դժգոհությունների մասին։ Սա խոսում է այն մասին, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ ունենք ձգտումներ, ձեռքբերումների հեռանկար եւ մենք չենք կաշկանդվում որպես պետություն մյուս երկրի ղեկավարի պետության հետ խոսել մեր մղումների, ձեռքբերումների, քաղաքական, տնտեսական բոլոր հնարավորությունների մասին։ Ինչը իհարկե, եթե մի փոքր շատ հետ գնանք, նախկինում այդպես չի եղել։ Բոլորս շատ լավ գիտենք, մենք ինչպես եւ ինչ դիրքերից ենք խոսել մեր հարևան դաշնակից մյուս պետությունների հետ։ Տիկին Մանավազյան, դուք ասացիք, որ գործուղվել են Հայաստան, խոսելով անդիմադիր տեխնացուների կամ անդիմադիր ուժերի ղեկավարների մասին, բայց մենք գիտենք, որ ես եթե չեմ սխալվում, գործուղվել են Հայաստան, նկատի ունեք հենց Սամվել Կարապետյանի օրինակ, բայց այստեղ կան նաև այլ տեխնացուներ, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Այո, Գագիկ Ծառուկյանին, եթե խոսենք Բարգավաճ Հայաստանից, տեսեք, եւ Սամվել Կարապետյանը չի կարող լինել տեխնացու, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը չի հավակնում լինել տեխնացու, Ռոբերտ Քոչարյանի դեպքում իրենց գաղափարախոսությունը լրիվ այլ ուղղությամբ է գնում եւ իրենք եւս իրենց մի մասը կազմում է նաև Սամվել Կարապետյանի հետ միավորվելու եւ իրենց այսինքն նույն տրամաբանության մեջ են իրենց քաղաքական գործունեությունը պատկերացնում իրենք հավաքական նույն կերպարն են գործուղվել է Սամվել Կարապետյանը այստեղ, բայց իր հայրենիքը Ռուսաստանի Դաշնությունն է, դա բոլորս գիտենք եւ ակնհայտ է եւ հիմա առավել եւս երեկվա հայտարարությունից հետո բնականաբար հերքել չեն կարող, ինչը իրենք շարունակաբար փորձում էին հերքել։ Եվ իրենց խորհրդի անդամների մեծ մասը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ, այսինքն երբ քաղաքացիներն են եւս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իրենք չեն կարող լինել պատգամավոր։ Ասելիքս այն է, որ իրենք եկել են այստեղ լինելու կամ ծավալելու այն գործունեությունը, լինելու կամակատար, կառավարվելու արտաքին ուժերի կողմից Հայաստանի Հանրապետությունը, հիմա մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բնականաբար իր քվեարկությամբ, իր որոշումով կուզի տեսնել, այլևս չտեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան ինքնուրույն պետություն, թե կուզի այնինչ այսօր ունենք եւ այնինչ
այսօր հասել ենք, շարունակենք այդ զարգացումը, ձեռքբերումները ունենալ։ Դուք նկատի ունեք, որ Սամվել Կարապետյանը որպես կամակատար գործուղվել է Մոսկվայից Հայաստանի Հանրապետություն եւ այդ դեպքում, եթե օրինակ հասարակությունը ընտրի Սամվել Կարապետյանի ուժին, ոչ թե Սամվել Կարապետյանին, որովհետեւ մենք հասկանում ենք, որ սահմանադրական կարգի փոփոխություն չի կարող լինել եւ այս դեպքում, այսինքն Հայաստանը կզրկվի ինքնիշխանությունից։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամներ մինչ այս միշտ պնդում ենք, որ այո, Հայաստանի Հանրապետությունը ուզում են դարձնել որևէ երկրի գուբերնիա, որևէ երկրի պետություն, որը կդառնա իրենց մի մասնիկը եւ կկառավարվի, այո, ինչ որ եղել է նախկինում, եղել ենք այդպիսին, չենք կարող հերքել, որ այդպիսին ենք եղել։ Եվ մենք երբեք մեր բռունցքը ձեռքը չենք խփել սեղանին եւ ասել ենք, որ մենք այսօր եւ պետքա ձեր հետ լինենք հավասար դաշնակից, այսինքն բալանսավորված արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին չենք ունեցել եւ չենք արել այդպիսին գլուխներս շարժելով համաձայնել ենք, եկել ենք համաձայնության, այնպես ինչպես կասի այս պետության ղեկավարը։ Հիմա այդպես չի իրավիճակը, իհարկե, հիմա մենք պետություն ենք, մենք ամուր ենք, մեր ոտքի վրա կամանց փորձում ենք նաեւ բարձրանալ եւ մեր դիրքերը ունենալ տարածաշրջանում։ Մենք ձեռք ենք բերել նաեւ այս քաղաքականության արտաքին մեր քաղաքականության շնորհիվ ունենք նաև խաղաղություն, ձեռք բերված խաղաղություն, ինչը պետք է պահենք։ Այսօր այս ընտրությունը կարևոր է նաև հենց այդ պատճառով, որ մենք պետք է կարողանանք խաղաղությունը պահելու քվեարկություն անել։ Այսինքն ուզում ենք այդ խաղաղությունը շարունակենք պահել, թե պետք է գնանք, որովհետև տեսեք այդ նույն ուժերը այսօր խոսում են, պարբերաբար լսում եմ եւ խոսում են, որ այլ երաշխավորներ ունենալու մասին են խոսում են, որ խաղաղության մեր պայմանագիրը վերանայվելու կարիք կա եւ պետք է ինչ բերելու է միանշանակ կոնֆլիկտի, ինչը ունենալու է հետևանք, որը լինելու է կոնֆլիկտի, իսկ այսօր մենք կոնֆլիկտի չենք գնում։ Մենք գնում ենք մեր սահմանների ամրեցմանը, մենք գնում ենք մեր սահմանների խաղաղությանը եւ արդեն բազմաթիվ անգամ ասել ենք էլի կկրկնեմ, որ մենք 2 տարի ավել չունենք սահմանին որևէ զոհ, ինչը խոսում է, մենք եղել ենք ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, չեմ կարող չասել, եղել ենք նաև Վարդենիսում, եղել ենք սահմանամերձ բնակավայրերում եւ սահմանի ժողովուրդը, սահմանում նստած քաղաքացին իր տանը ամենաշատն է գնահատում խաղաղությունը։ Երբ որ քաղաքացին դուրս է գալիս փողոց մեզ հետ հանդիպում, դեռ մենք իջել ենք պատահականության սկզբունքով կանգնել ենք միտեղ, որտեղ փողոց էր եւ մտել ենք տուն։ Ամեն երկրորդ քաղաքացին եւ իր տանը նույնիսկ զոհ ունի, մոտենում ասում է ես գնահատում եմ եւ ուզում եմ այս խաղաղությունը, դա զուտ խոսքեր չեն, դա վերաբերմունք է, դա արձագանք է, դա այն է, ինչ դու այսօր ձեռք ես բերել եւ դրա վերաբերմունքն է։ Տեսեք Տիկին Մանավազյան, դուք ասում եք, որ սահմանին ապրող քաղաքացին շատ կարևորում է խաղաղությունը, ավելի շատ, քան երևի թե մեզանից որևէ մեկը, եթե անկեղծ լինենք, բայց այդ դեպքում ինչու են ձեր ընդդիմախոսները պարբերաբար ասում, որ Հայաստանին պետք է արժանապատիվ խաղաղություն։ Ինչ ասել է արժանապատիվ խաղաղություն։ Չեմ կարող ասել իրենք ինչի նկատի ունենա։ Իրենց ընկալմամբ արժանապատիվ խաղաղությունը նույն այդ այլ երաշխավորներ փնտրելու տրամաբանության մեջ է հավանաբար եւ այդ երաշխավորը եթե չկա այստեղ արժանապատիվ խաղաղություն մենք տեսել ենք նախորդ 30 տարիների ընթացքում որն է եղել այդ արժանապատիվ խաղաղությունը երբ տարվա ընթացքում մի քանի 100 զոհ ենք ունենում սահմանին ունեինք այդ հնարավորությունը ինչի չենք ունեցել ինչի մասին է խոսք ես չեմ կարող ասել բայց իրենց լսելով հասկանում եմ հետեւյալը որ մենք այլ երաշխավորներ ենք փնտրում եւ փորձում ենք խաղաղության այս սորվա ձեռքբերումը քանդել եւ նորը հավաքել նորը ինչ է լինելու ունեն իրենք այդ պատասխանը թե իրենք ինչ նոր խաղաղության մասին են խոսում այսօր հողի վրա մենք ունենք այդ խաղաղությունը այսօր հողի վրա տեսնում ենք այդ խաղաղությունը ես կրկնում եմ այսօր ես միգուցե կանխակալ կվերաբերվեի կամ կխոսեի այս մասին այն առումով, որ քանի դեռ չէի շփվել յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Այսինքն բոլոր մարզերում շատ պատահականության սկզբունքով քայլել են քաղաքում, քայլել են Երևանում,
անգամ եւ յուրաքանչյուր երկրորդ մարդը առաջին արտահայտությունը խաղաղությունն է տալի։ Այսինքն մի կողմ թողնենք, որ այս վերջին տարիների ընթացքում մեր կառավարության ժամանակ օրինակ ՀՆԱ-ն կրկնապատկվել է, միջին աշխատավարձը 60% ավելացել է, բյուջեի եկամուտները ավելացել են, կրկնապատկվել է, անգամներով մեծացել է նաև այն շինարարական աշխատանքները, որ տեղի ունենում համայնքում։ Այսօր քաղաքացին բնակիչը, երբ իր երեխան քայլում է բարեկարգ փողոցով, լուսավոր փողոցով, գնում է դպրոց մանկապարտեզ վերանորոգված, բարեկարգված դպրոց եւ մանկապարտեզ, ինքը իր գնահատականը տալիս է։ Ես բազմաթիվ կարող եմ համայնքներ նշել, որտեղ եղել եմ 3 տարի առաջ եւ ինքը այո գյուղեր, այսինքն ինքը գյուղական համայնք է, բայց հիմա գնում եմ այդ նույն համայնքը, ես քաղաք ինչ եմ ասում գյուղ քաղաք ինքը արդեն բիզնես պրոյեկտներ ունի իր ներսում, գյուղ է, բայց ունի համապատասխան տեղեր, որտեղ դրսից գալիս են եւ զարգանում է այդ գյուղական համայնքը։ Սա գնահատականն է նաև տեղում հենց այդ բնակիչների, ովքեր տեսնում են զարգացումը, այսինքն զարգացումը ինչ է, եթե ոչ այն բոլոր քաղաքացին երբ վճարում է հարկ եւ այդ հարկը իրեն վերադարձվում է իր համայնքի զարգացման ծրագրով, չի կարող ուղղակի անտարբերացնել եւ ասել, որ այս կառավարությանը ես չեմ ընտրելու, գնալու եմ ընտրեմ մի իշխանության կամ մի ուժի, ովքեր ոչինչ չեն արել եւ ոչինչ չեն անելու եւ գնալու ենք նորից դառնանք ինչ որ մի պետության կամակատարը։ Վստահաբար ասում եմ այն ինչ որ ես տեսել եմ իմ հանդիպումների ընթացքում։ Տիկին Մանավազյան, ձեր գործընկերները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից բարբերաբար ասում են, որ մոտ 2 ամսից Հայաստանում տեղի է ունենալու ընտրություն, այսպես ասած ընտրություն խաղաղության եւ ոչ խաղաղության կամ հնարավոր պատերազմի միջև Հայաստանը գուբերնիա դարձնելու միջև։ Այսինքն դուք եք ընդդիմության խոսույթում նկատում, ինչն է բերել ձեզ այն եզրահանգման, որ ընտրությունն է լինելու խաղաղության եւ ոչ խաղաղության միջև։ Ընդդիմության խոսույթում այդ պատերազմի կոչերը կամ հնարավոր պատերազմի ինչ որ վտանգները տեսնում եք։ Այո, ես ասացի այդ մասով, որ իրենք երբ մտածում են, որ այնինչ այսօր այս պահին ձեռք ենք բերեմ մենք որպես լավագույն հաղթաթուղթ նաև մեր արտաքին քաղաքականության մեջ եւ այդ ամրագրված խաղաղությունն է, TRIP-ի ծրագիրն է, որը բավականին տնտեսական մեծ ակտիվության հեռանկար ունի Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում իհարկե։ Իրենք փորձելու են դա բերել եւ փոխել ամբողջ այդ պայմանագիրը, փոխել ամբողջ այդ պայմանավորվածությունները, որտեղ իրենք փնտրում են երաշխավորներ։ Իսկ ովքեր են այդ երաշխավորները, բոլորից պարզ են։ Իսկ այդ երաշխավորությունները բերելու են միանշանակ կոնֆլիկտի։ Միանշանակ բերելու են կոնֆլիկտ։ Այդ մասին են խոսում, ուրիշ ավելի պարզ ներկայացնելու կարծում եմ կարիք չկա, որտեղ այդ ամբողջ պայմանավորվածությունները բերելու է կոնֆլիկտը բերելու է իր հետ հետևանքների եւ այսպես շարունակ։ Իսկ մենք ինչ ենք ուզում ենք այսօր ձեռք բերված այնինչ ունենք եւ գնում է ներդրումներն են մեծանում, հնարավորություններն են մեծանում ավելի այդ ներդրումները ավելացնելու։ Այսօր գնում ենք դա ամրացնելու, զարգացնելու, մենք փորձելու ենք դա պահել եւ այսօր այո, մենք ասում ենք, որ այս ընտրությունը, խաղաղությունը պահելու, ամրացնելու եւ այն չկորցնելու մասին է։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են վարչապետի թեկնածուները։ Մենք գիտենք, որ Արման Թաթոյանն էլ է հայտարարել, որ լինելու է վարչապետի թեկնածու միասնության թևերից։ Դե բնականաբար Սամվել Կարապետյանին անդրադարձանք, բայց Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է եւ շատ հաճախ խոսվում է, որ ընդդիմությունը փորձելու է Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնել այսպես կոչված Գյումրի 2 սցենարը։ Դուք դա հավանական համարում եք։ Գիտեք, քանի որ իրենք միասնական մեկ գաղափարախոսության եւ մեկ սկզբունքի մեջ են գործում, ես ընտրություն չեմ տեսնում Թաթոյան Արմանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թե Բարգավաճ Հայաստանի մեջ։ Այսինքն իրենք բոլորը մի գիծ են մի ուղղությամբ են նայում եւ մի տեղ են նայում եւ այդ ամբողջականության մեջ չեմ փորձում առանձնացնել իրենց գործունեությունը։ Հայաստան դաշինքի գործունեությունը վերջին 5 տարիներին տեսել է, կարծում եմ, մեր
ժողովուրդը տեսել են եւ տեսել են իրենք ինչով են զբաղված ընդհանրապես եւ ինչն է իրենց խոսույթը եւ խոսքը եւ իրենց գնահատականը կտան ամսի 7-ին։ Թաթոյանը ընդհանրապես կա չկա, ես չգիտեմ ինչի է հայտնվել եւ հայտ ներկայացրել։ Ես կարող եմ ենթադրել, որ հանրապետականը չառաջադրվելով նաեւ ստերային աջակցությունը միգուցե հայտնի իրեն, որտեղ իրենց հետ միասին բավականին քաղաքական անցած ճանապարհ ունեն, բայց ամեն դեպքում իրենք ամբողջությամբ ինձ համար մեկ ամբողջական ուժ են ներկայացնում եւ այո, հնարավոր է, որ ուժերը առանձին ներկայանալով եւ փորձելով ձայներ իրենց, չգիտեմ, ծրագրերով ընդհանուր միջև անգամ Սամվել Կարապետյանը իրանց հետ միասին, այսինքն բոլորով միասին մեկ ուղղությամբ են նայում, միտեղ են նայում եւ իրենք քայլելու են մեկ ուղղությամբ, հավաքելով տարբեր քաղաքացիներից իրենց քվեները, միավորվելով եւ փորձելով մտնել խորհրդարան, ինչը իհարկե կարծում եմ իր արժանի գնահատականը կստանան հենց հունիսի 7-ին։ Տեսեք, որքան մոտենում են ընտրությունները, այնքան նաև այդ խոստումներն են շատ այսպես շռայլում քաղաքական ուժերը։ Մենք տեսնում ենք, որ 0% հարկեր փոքր միջին բիզնեսի համար 300,000 նոր աշխատատեղ, էժան դեղորայք, 20% ամեն դեպքում էժան դեղորայքի մասին է խոսվում։ Այդ ամենը առհասարակ հավանական համարում եք։ Ես շատ անգամներ խոսել եմ այս մասին եւ ելի կասեմ, որ իրենք փորձում են թիրախային ներկայանալ եւ տնտեսական ինչ որ, բայց ասեմ նաեւ, որ շատ մանիպուլատիվ ձևով ներկայացնել իրենք ինչ կարող են անել եւ ինչ են ուզում անել։ Նախ եւ առաջ իրենք այն ուժն են, իրենց ուժեղ ներկայացնող, բայց բավականին թույլ դիրքերից ներկայացող այս ուժը տեսանք ինչպես է փորձում իր ուժը ցույց տալ քյաբաբներով, պիցցաներով։ Ես ուղղակի զարմացած եմ, որ իրենց թվում է, որ դեռ մարդկանց քաղաքացուն կարող են գնել իրենք եւ պետք է ասեմ, որ մեր քաղաքացին չի վաճառում ոչ իր քվեն, ոչ ձայնը, ինքը իր հոգու խորքում հավատալով գիտակցաբար իր քվեարկությունը անելու է եւ բացարձակ պետք չի որևէ քյաբաբով գնել քաղաքացու քվեն եւ այս կոնտեքստում նաև փորձում են նմանատիպ մանիպուլյացիաներով տնտեսական 0% հարկով մենք երբ որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության շրջանում փոփոխություններ արեցինք մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողներին ազատել ենք հարկերից մենք դա արել ենք այսինքն այն ինչ որ մենք արել ենք դեղորայքի մասով առողջապահության ապահովագրությունը այսօր կա գործում է եւ բազմաթիվ քաղաքացիներ օգտվում են այդ ձեռքին հազարավոր քաղաքացիներ օգտվում են միլիոնավոր վիրահատություն միլիոնների հասնող վիրահատություններից դեղորայքից այսինքն ես նույնիսկ հիմա որ խոսում եմ աշկիս առաջ գալիս է այն արձագանքները որ մոտենում են եւ ասում են մի բան էլ ավել են մեզ տալիս դեղատնից երբ որ մենք գնում ենք եւ վերցնում ենք մեր դեղերը այսինքն անվճար դեղորայքի տոմսը վերցնելով գնում ես դեղատնից այդ դեղերը վերցնում ես հիմա ուզում եմ հասկանամ իրենք ինչն են բերում փորձում են մարդկանց ցույց տալ մի բան ուրեմն տեսեք այս մի կողմում մարդիկ ռեալ դա տեսնում են եւ գնում եւ օգտվում են արդեն կա մյուս կողմում խոստում են լսում մարդը որին է հավատալու խոստմանը թե այն ինչ որ ռեալ արդեն կա եւ օգտվում է դրանից իրենք փորձում են խոստումներ տալ մի բան որ արդեն արվում է ես չգիտեմ իրենք այլևս ինչ պետք է խոստում տան իրենց տրամաբանությունը եւ իրենց շրջանակը քյաբաբի մեջ է տեղավորվում թե դրանից դուրս չեմ կարող ասել Եվս մեկ հարց Տիկին Մանավազյանը իմ նախորդ հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր եւ այսպիսի մի միտք արտահայտեց որ որքան մոտենան ընտրությունները այնքան Ռուսաստանը փորձելու է ընդդիմադիր ուժերի միջոցով ապակայունացնել Հայաստանում ներքաղաքական վիճակը եւ ընտրություններից հետո փորձելու է Հայաստանում հետընտրական ցնցումներ հրահրել հավանական համարում եք Տեսեք, մենք նման իրավիճակների ականատես եղել ենք որոշակի առումով, պետք է ասեմ, որ հիշում եմ դեպքեր, բայց հիմա ունենք մի այսպես իրավիճակ, որը էլի չեմ կարող ասել, ունենք
քննարկում առաջիկայում նախատեսվում է հիբրիդային պատերազմը կասում։ Հիբրիդային պատերազմը դա նույն ամբողջ սոցիալական ցանցերում այն ապատեղեկատվությունն է, որը փորձում են հրամցնել եւ մարդիկ հիմա փորձում ենք մենք հակազդելով գիտակից դարձնել մարդկանց, որ սա սուտ տեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականության։ Որևէ բան նկատած չեք լինի ապատեղեկատվության մասով, որ մենք դա անենք ընդդիմության հասցեին, որ մենք դա անենք մյուս ուժերի հասցեին, այսինքն այդ պատերազմ, այդ հարձակումները գալիս են միայն մեր վրա եւ մեր ուղղությամբ, իհարկե փորձում ենք կանխարգելի չհնարավոր բոլոր ձևերով, բայց մեկ այլ բան է, երբ համացանցը ողողվում է մի լուրով եւ երբ փորձում ես հակազդել, արդեն ազդեցության շրջանակը մի քիչ տարբեր է, բայց մենք փորձում ենք հնարավոր բոլոր ձևերով այդ պատերազմին դեմ դուրս գալ եւ փորձել դա մեղմել եւ թույլ չտալ, ընդհանուր միջև թույլ չտալ, ամեն ինչ հնարավոր է մինչև ընտրություններ եւ ընտրություններից հետո իհարկե սպասելի են եւ փորձում ենք պատրաստ լինել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։